կատարում են հստակ։ Այն, որ իշխանությունը գլուխ է գովում, թե իրենց վերջին 5 տարվա աշխատանքի շնորհիվ է ընտրություններին քաղաքացիների համեմատաբար ակտիվ մասնակցությունը անհեթեթություն է Հայաստան դաշինքի համար։ Իրենց 5 տարվա գործունեության արդյունքը դա կորսված Արցախն է, մեծացած Եռաբլուրն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ներկայությունն է եւ այն տնտեսական աղետը, որի առջեւ այսօր կանգնեցրել են Հայաստանին։ Այդ դա է իրանց գործունեության 5 տարվա արդյունքը։ Փաշինյանի իշխանությունը, որ անգամ այսօր հավատացնում էր, թե թափանցիկ, արդար, հավասար պայմաններ են ստեղծել քաղաքացիների համար, Հայաստան դաշինքի անդամների խոսքով միայն փորձել է խոչընդոտել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին։ Ցուցակները, որոնք ստացիոնար։ Դաշինքի падգամավորի տեխնացու Արծվիկ Մինասյանը տեղեկություն ունի, որ հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող մարդիկ հնարավորություն չեն ունեցել ընտրելու։ Անահիտ Ավանեսյանը այդքան մեծ խոսելու փոխարեն պետք է նաև հետևեր ժամանակին, որպեսզի այս մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն։ Հիմա բազմաթիվ քաղաքացիներ զրկված են իրենց ընտրելու իրավունքից։ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արթուր Խաչատրյանը վիճակագրություն է ներկայացնում։ Այս տարի մայիսի սկզբից մինչև հունիսի կեսեր Հայաստան ավելի քիչ մարդ է եկել, քան 2025-ին։ Այսպես հերկվում է իշխանության պնդումները, թե ընդդիմությունը դրսից մարդ է բերել ընտրություններին ձայներ հավաքելու համար։ 20 թվականի փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ընտրական туриզմի մասին։ Իսկն ինչպես է ստացվում, մարդը չնայած դայարքան շնորհակալ զբաղմունք անցել հիշացնել ինքը մինչև եւ հետո ինչպես է փոխում իր խոսքերը, բայց եթե խոսում էր ընտրական туриզմի մասին, պետք է ողջունի մարդկանց գալը քվեարկության, այլ ոչ թե մարդկանց դիմավորեն ոչ թե ծաղիկներով, այլ ուրեմն ծանուցագրերով։ Քրեորեն պատժելի բազմաթիվ արարքներ է Փաշինյանի իշխանությունը թույլ տվել վերջին շաբաթներին, որոնք Հայաստան դաշինքի անդամների պնդմամբ պետք է արժանանան իրավական գնահատականների։ Գանա Մովսիսյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։